Շարժում ենք առաջ, հիշեցնեմ, որ ապրիլի 29-ին արդեն մոտ 40 տարի եւ նույնիսկ ավելին ՅՈՒՆԵՍԿՕ առաջարկմամբ աշխարհում նշում են Պարի միջազգային օրը։ Իհարկե մենք պիտի անդրադառնայինք այս թեմային օրեր անց, բայց որոշեցինք նախօրեին, մի քանի օր շուտ մեր հյուրերի հետ միասին քննարկել ոլորտում կատարվող իրադարձությունները, նախապատրաստեինք Պարի մշակույթի սիրահարներին այդ օրվա միջոցառումներին եւ ուրախ եմ ողջունել այսօր ստուդիա մեր հյուրերին։ Հյուրարատ է կարելի ասել այսօր մեզ մոտ ստուդիայում 3 հյուր ունենք եւ այսպես ժողովրդական երաժշտության եւ Պարի ազգային կենտրոնի Հայաստանի բարեկամություն պետական անսամբլի գլխավոր բարեկմեստր Զորա Բաբայան, բարև ձեզ։ Հայաստանի Պարի պետական անսամբլ գլխավոր բարեկմեստր Գագիկ Կարապետյան, բարև ձեզ պարոն Կարապետյան, եւ Հայաստանի երկի Պարի պետական անսամբլ գլխավոր բարեկմեստր Նունե Գրիգորյան, բարև ձեզ։ Շատ հաճելի է, որ այստեղ այսպիսի աստղաբույլ է կարելի ասել Պարի ասպարեզի եւ շատ հետաքրքիր կլինի իմանալ, թե օրինակ հենց մեր զրույցի սկզբում ինչ միջոցառումներ եք ծրագրել հենց ապրիլի 29-ի հետ կապված եւ միջոցառումների ցանկինք ծանոթացնենք, եթե այդպեսին կա, որտեղ են ելույթներ ունենալու ձեր սաները եւ առասարակ ինչ նորամուծություններ կան այսօրվա տոնակատարության, այս տարվա տոնակատարության մեջ կապված Պարի միջազգային օրվա հետ։ Խնդրեմ, սկսենք գեղեցիկ սերից։ Սկսեմ սիրով, մենք այս պահին պատրաստվում ենք կունենանք մեծ մենահամերգ մեր մայր դպրոցում, Պարարվեստի ուսումնարանում, որտեղ ունենք ընդեղից հրավերք Դավիթ Գալստյանի ուղերձն է մեզ, որպես մայր կրթական օջախ, որովհետև բոլորս մենք այդտեղ ենք սնվել, մեծացել, կրթվել, դաստիարակվել եւ այս պահին պատրաստվում ենք մեծ մենահամերգի Պարարվեստի ուսումնարանի ամբողջ սաների եւ 3 պետական կոլեկտիվների մասնակցությամբ եւ կարծում եմ կունենանք շատ գեղեցիկ մենահամերգ, որը կլինի բոլորի համար ասելիք եւ սպասում ենք, որ մեր հանդիսատեսն էլ մեզ ավելի լավ բուրըն ձևով կընդունի, որովհետեւ դա այն օջախն է, որ մենք պարտավոր ենք ներդնել մեր ամեն ինչը, համենայն դեպս 3 պետական կոլեկտիվների միջև, որտեղ մենք ցույց կտանք մեր շնորհքը, այո, ամսի 29-ին ժամը 7:30, 19:30 համերգի սկիզբը կլինի, իսկ մինչև, այո, Պարարվեստի ուսումնարանում, իսկ մինչ այդ մենք կլինենք հրապարակում, այնտեղ կլինի ֆլեշմոբ ասված, որտեղ կբռնենք մեր ավանդական քոչարին եւ այդտեղ մասնակցություն կունենան նաեւ բոլոր ինքնագործ խմբերը, ովքեր ցանկություններ կունենան ամբողջ հրապարակում եւ ոչ թե միայն հրապարակում, այլ տարբեր տեղերում այդ ամբողջը պիտի լինի, երթը պիտի լինի, այսպես ասեմ, որովհետեւ դա մեր ազգի մշակույթն է, որ մենք այդ օրը պետք է ցույց տանք պատշաճ ձևով, որովհետև դա բոլորիս է վերաբերվում, այդ ամսի 29-ն ասված է, մեզ էլ նաև, որովհետև մենք էլ մի մասնիկն ենք այդ պարարվեստի, կարծում եմ այսքանը այս պահին։ Ինչ միջոցառումներ է ծրագրել իրականացնել այդ օրը Պարի պետական անսամբլը։ Կուզեմ ավելացնեմ, որ այդ օրը Կասկադում նմանատիպ ֆլեշմոբ կա, օպերայի հրապարակում կա, եւ ագահության հիմնարկումներ հրապարակում 3 տարբեր մեծ ֆլեշմոբեր, մի քանի հազար մարդ կմասնակցի դրան, դա շատ ուրախալի փաստ է այն իմաստով, որ մի քանի տարի առաջ ժողովուրդը այդքան կապված չէր ավանդական բարին եւ դժվար գտնել մի 20 հոգի, որ կարողանային նույն բարը միասին բարեն, այսօր մի քանի հազարն են բարում, դա իսկապես հայ բարի հաղթանակն է կարելի ասել։ Եվ բացի այդ, ես ուզում ասեմ, ինչ խորհուրդ ունի նաև այդ երեկոյան համերգը Պարարվեստի քոլեջում, մի տեսակ կապն այն ուսանողների, որոնք որտեղից են սկսում եւ վերջապես որտեղ պիտի վերջացնեն Պարի պետական անսամբլ, բարեկամություն, երկի Պարի անսամբլ, այս ճանապարհն է, որ ամեն մի բարող անցնում է քոլեջից սկսում է, ամենափոքր հասակից մինչև հասնում է պետական կոլեկտիվներում աշխատելու։ Սա շատ ուրախալի փաստ է ինքն իրեն։ Եվ ամսի 26-ի նույն առիթով մենք մեկնում ենք Վանաձոր, մենահամերգ ունենք Վանաձորում
իսկ բարեկամությունը մեկնում է Աբովյան 26-ին նույն առիթով նորից մեր ժողովուրդը իհարկե Վանաձորից բանից երբեմն լինում են Երևանյան համերգներին, բայց մտածում եք, որ սենց ավելի հեշտ է մենք գնանք, մենք տանենք արվեստ ավելի մոտեցնենք իրենց, քան թե իրենք ամեն անգամ առիթով գան Հայաստան, Երևան այսինքն։ Սա այդ մի քանի միջոցառումներն են, որոնք կոնկրետ կապված են այդ օրվա այդ ամսի 29-ի հետ։ Պարոն Կարապետյան, գրեթե ամեն ինչ ասեցիք, բայց այնուամենայնիվ եթե թույլ կտաք Զորաբից, հա, հետաքրքրվեմ, իսկ մրցակցություն այդ։ Ես ասում եի Զորաբին, դու ասա, որ մի բան մնա իրագել։ Լավ, խնդրեմ։ Զորաբ, շարունակեք, գուցե ինչ-որ բան կուզենաք։ Շարունակեմ, շատ կարևոր է նաև մարզային համերգները, որովհետև ոնց որ նշեց պարոն Կարապետյանը, մարզերից լինում են հաճախ համերգներին, բայց շատ քիչ են գալիս եւ այս պարագայում մարզերը պետքա գնանք մարզեր, ընդեղ էլ մեր պարը ցույց տանք, որովհետև շատ ընդեղ էլ կարիք կա, որ տեսնեն երեխաները դրանով ինչ որ չափ փորձեն հետաքրքրվեն ու կարծում եմ ամսի 29-ի հետ կապված պետական 3 կոլեկտիվն էլ իրենց ամեն ուժն ու եռանդը ներդնում են, որպեսզի նաև այդ ինքնագործ խմբերից փորձեն ավելի ակտիվանալ, ինչի՞ չէ նաև հանրությունը ակտիվանա մեր արվեստը բարձր մակարդակի ցուցաբերելու համար։ Գիտեք, հարգելի ուրեր, ես կարծում եմ հիմնական խնդիրներից մեկը, հա, մարզերում ելույթ ունենալու, դա հենց դահլիճի խնդիրն է, բեմի այդպեսին, որովհետև ինչպես հասկանում եմ, կոլեկտիվները ձեր մեծ են, այնպես չէ որ 1, 2 կամ 4, 5 կարող են, լինում են մեծ խմբեր եւ ամենտեղ չէ որ նման բեմ կա եւ դա լուրջ խնդիր է, համաձայնեք։ Հետևաբար ձեր ընտրությունը արդեն սահմանափակված է այն վայրերի, որտեղ կարող եք ելույթը կազմակերպել։ Այնուամենայնիվ ես ուզում եմ հիշեցնել մեր ունկնդիրներին, որ օրինակ հայտնի, հա, լեգենդար դարձած բրազիլիական կարնավալը հայտնի, հա, Ռիո դե Ժանեյրոյում ընթացող, դա պարային դպրոցների մրցույթ է, ի վերջո։ Դրանք մայիս 1-յան հավանաբար պարոն Կարապետյան հիշեք, այն բեռնատար մեքենաներով կոնստրուկցիաներ էին հավաքում, ամեն հիմնակ ձեռնարկություն, չէ։ Շատ լավ եմ հիշում։ Հա, շատ լավ, ես էլ փոքր էի, դե ես էլ եմ մասնակցել։ Այն նման բան, պարզ է մեծ երկիր է հսկայական բնակչությունով, շատ գործող բարի դպրոցներ կան եւ ստուդիաներ եւ յուրաքանչյուրը փորձում է այդպիսի հարթակի վրա տեղաշարժվող ավտոմեքենայի վրա հավաքված կոնստրուկցիայի եւ այսպես արագ պատրաստված բեմի վրա յուրատուկ իր պարային մշակույթը ցուցադրել։ Այդպիսին գնահատական չկա, բայց շատ ուրախ եւ զվարթ է անցնում։ Ես կարծում եմ այն ֆլեշ մոբերը, որի մասին խոսեցիք, մասամբ նման են հենց այս միջոցառմանը, ենթադրվում է։ Բացի այդ, ես ուզում եմ ասել, որ շատ հաճախ կազմակերպում են նաեւ փառատոներ, որին մասնակցում են երևի թե Հայաստանի բոլոր մարզերի խմբերը։ Դա էլ մի տեսակ ստուգատես է, իրար տեսնելու եւ այլն։ Ստուգելու թե որտեղ ինչ է կատարվում, բայց պետական խմբերի այցելությունը մարզեր, ձեր ասացին, ամենտեղ չի որ մեծ բեմեր կան, բայց երևի թե մարզպետները պետք է մտածեն նաև այդ ուղղությամբ, մարզկենտրոններում որտեղ կա քիչ թե շատ հարմար բեմ, գյուղերից մեքենաներով բանով բերեն, որ այդ ժողովուրդը կարողանա շփվել այս արվեստի հետ, որտեղ տարիներով մենակ հեռուստատեսությամբ ես ամիսը մի անգամ կամ տարի մի անգամ տեսնելով դա քիչ է եւ դրան գումարած շատ կարեւոր է որ այդ բոլոր մարզերում գործող խմբերը տեղյակ լինեն թե ինչ է կատարվում պետական մայրաքաղաքային պրոֆեսիոնալ խմբերում, այսինքն որ ճանապարհով են գնում, որ ճանապարհով է զարգանում մեր բարարվեստը եւ իրենք ինչ ուղղությամբ պետք է աշխատեն, ինչ հարցեր ունեն այդ ժամանակ կարող են տան, ինչ երաժշտություններ կարող են օգտագործել, բարային որ ուղղությունները պետք ճիշտ է օգտագործել, որը պետք չէ օգտագործել եւ այլն։ Եվ անշուշտ պետք է նաև սեմինարներ կազմակերպել, բայց շփումը, համերգային շփումը շատ կարևոր է։ Գիտեք, հիմա նույնիսկ դրանք ովքեր Փարիզ ոչինչ առանձնապես խորացված չեն հասկանում, այնուամենայնիվ մի քանի հայկական ավանդական բարյանունք հիշեն, Յարխուշտան, Քոչարին, Բերտ եւ այլն, մի խոսքով, որքան գիտեմ Բերտ հարստացին է, չէ՞, այսինքն հետո Բերտը ստեղծված բառ է, Բերտը մեր ազգագրության մեջ չի, Բերտը գմբեթախաղեր ենք ունեցենք, խաղ ա եղել հետագայում դրա վրա ժամանակին Վարդգես Ռաշիդյանը 57 թվականին բեմադրեց Բերտ պարը երկի պարի անսամբլի տղաների վրա, որոնք այդ պարով մեկնեցին Ամերիկա, դա առաջի լուրջ ակցիայություններ Ամերիկայի Միացյալ Նահանգներ Հայաստանից որևէ խմբի։
Ես միշտ ուզեցել եմ հարցնել, օրինակ մեր ուրախ առիթներին, հարցանիքներին, քեֆերին, տոներին, այսպես երբ որ այսպես հնչում է երաժշտություն, դե մարդիկ հանդիսատեսը, չէ, դալիճում գտնվողները վեր են կանգնում, սկսում են պարել, այսպես ձեռքերը վեր, պտտելով, դա ինչ բարի շարժումներ են։ Դրանք ազատություն է, կասեք, ինչ անում է այդ բարեկամ, չգիտեմ, դա ուղղակի ինչ ուղղակի ով այդ պահին ոնց գիտի բարել, այսպես կարող եմ ասել, եթե պարային ոչ մի բան չունի, ինքը ոնց զգում նենց պարում է, ուրիշ բան, եթե պարողներն են վեր կանում պարում, դա ուրիշ ասելիք է, բայց հիմնականում ժողովուրդը տենց բարձրացնում են ձեռքերը ու Դա ավելի շատ գալիս է, եթե արմատները նայենք, մենք մեր պարարվեստում եղել է նաև թակ պարեր են ասել, մենապարեր են ասել, այսինքն դա քաղաքային ֆոլկլորում շատ ընդունված բան է, թակ պարեր, որոնք պարվել են տենց ձեռքերը բարձր, ձեռքերի տարբեր շարժումներով սոլո է եղել, եւ այդ սոլոն հետո տեղափոխվել արդեն ամեն մարդ իր սոլոն է պարել երբեմն դա բարողին հաջողվում է, դա շատ գեղեցիկ է, երբեմն դա դες լավ կլի թող չպարի, թող նստի, իր երակոն ու իր խմիչքը, բայց դες պեցի ոնց որ պարի։ Դե որ ծնողը չի ուզում, որ երեխան բարեկազմ լինի, չէ, պարի գնա, պարային մշակույթի է, հաղորդակցվի, պարել սովորի, չէ, բոլորն են ուզում են, անկախ նայած, մեծ մասամբ իհարկե աղջիկ երեխաների, տղաներին են պարի տալիս եղել են, բայց որպես կանոն լատինոամերիկյան պարեր, ժամանակակից պարեր, նույնիսկ եթե, հա, նույնիսկ հայկական ավանդական պարերի մասին ենք խոսում, այնուամենայնիվ մի քանի տարի է վերջ, այսինքն պրոֆեսիոնալ շարունակություն այդպիսին չեն ունենում, դե դա հասկանալի է, այնպես չէ որ բոլոր մարզաձևեր ընտրող երեխաները ի վերջո պրոֆեսիոնալ մարզիկներ են դառնում, բայց տարեց տարի թիվը այն երիտասարդների ովքեր, այսինքն սիրողական պարից անցնում են պրոֆեսիոնալ, նվազում է թե ավելանում է, կարողանում եք համալրել անսամբլները, հա, ձեր կոլեկտիվները նոր պրոֆեսիոնալ պարողներով կամ համենայնպես պրոֆեսիոնալ ճանապարհ ընտրող պարողներով, այդպես ասեմ։ Ընդհանուր վիճակագրությունը, Զորապ, վիճակագրությունը։ Այդ հարցը պետք է չտայք, շատ պիստեղի կպակել։ Չէ, բայց հիմա պետք է տանք, չիմանանք ինչ է։ Խնդրեմ։ Ես կարծում եմ ավելանում է, որովհետև ստուդիաներ կան, այո, դպրոցից, երբ որ գալիս են քոլեջից, հիմնականում աղջիկների մասով։ Տղաների մասով մենք ունենք ցավալի լուրջ խնդիր։ Քանի որ մենք այսօրվա դրությամբ կարելի ասել, որ չունենք տղաներ։ Դա մենտալիտետի խնդիր է։ Չէ, ոչ միայն, նաև խնդիրը նրան է, որ այսօր ծնողը ապագա չի տեսնում, քանի որ եթե նաև իրանք սովորում են քոլեջը ավարտելուց հետո բանակի խնդիր կա։ Բայց ես հիշում եմ ժամանակ կար, երբ որ չէ, բանակից ոչ տալ հետաձգում էին, չէ։ Փորձում էին կարգավորել, բայց չստացվեց։ Այդ խնդիրը ամենամեծ ցավալի խնդիրներից մեկն է, որ մեր տղաներ, լավ տղաներ կան, բայց իրանք դպրոց ավարտելուց հետո ուղղակի 6 ամիս հետո գնում են կամ դեռ չավարտած արդեն բանակի ենթականեր են։ Դրա համար հիմնականում ովքեր որ տղաներ ծառայելուց հետո չեն շարունակում, չէ։ Հիմնականում չեն շարունակում։ Որովհետև այդ 80,000 դրամով ինչ պիտի անեն։ Նաև աշխատավարձի խնդիրն է, որ ու լուրջ խնդիր։ Հիմա մեր պետական երեք կոլեկտիվներում ովքեր որ աշխատում են, նրանք բոլորը նվիրալներ են, որովհետև այդ գումարով իրանք չեն գալիս գումարի համար, ուղղակի իրանք շատ են սիրում իրանց գործը, իրանց արվեստը, նրանք նվիրալներ են, որոնք որ գալիս են քրտնաջան աշխատում են։ Նվիրալը շատ սիրուն ասած բանը խեթ են։ Էնտուզիաստներ են, խելոք մարդ։ Ես կարծում եմ, որ այդ տեսակ մարդկանց պետք է շատ ավելի լավ վերաբերմունք ցույց տալ։ Հարգելի ուրեր, բայց ախր ես այնպես չէ որ մի տեղից գիտեմ, լեփլեցում դալիճներ են լինում Եվրոպայում ելույթների ժամանակ, Ամերիկայի Միացյալ Նահանգներում, երկրորդ ցավոտ հարցը։ Չէ, ուզում եմ ասել, դա այնպես չէ որ պահանջված չէ։ Դու տակ ես բացատրեմ, վաճառվում են, նայեք ինչ է կամ ի ճանապարհ նաև, որ հնարավոր է պարողի աշխատավարձը գոնե մի քիչ ավելացնել, դա ելույթավճար ասածն է։ Այսինքն համերգ եղած եկամուտը, որ մնա խմբին, այդտեղից ելույթավճար ստանա ամեն մի պարող, ամիսը դա բավականին էլի գումար կլի աշխատավարձի հետ, բայց ինձ է ստացվում, որ շենքի վարձը այնքան թանկ է, որ մենք այդ բարձը տալուց հետո վաճառքից գոհացած գումարը չի բաճի մնում դա որ կարողանաս ելույթավճար տաս։
Էլ չեմ ասում Մի ժամանակ- կոստյումներ կարել, չէ, այնտեղ Էդ էլի ուրիշ մյուս ցավոտ կողմն է։ Ցավոտ տեղն է այդ։ Մի ժամանակ այդ բոլոր շենքերը ֆիլհարմոնիայի ամերիկյան մեծ դահլիճը, օպերան եւ այլն պետական կոլեկտիվների ձրի էին տրվում։ Հիմա դրանք հսկայական գումարներ արժեն։ Այսինքն եթե մենք հանում ենք այդ գումարը, տակը ոչինչ չի մնում, որ կարողանաս ավելավճարը վճարես, էլ չեմ ասում հագուստ եւ այլն։ Հիմա նայեք այդ հագուստի որ խնդիրը ասեցիք, ես հիմա իմ գալուց հետո 6 նոր համար վերջացրի, հիմա 4 հատ նոր համար եմ վերջացրել, որ մնացել է դահլիճում։ Կմնա տենց է դահլիճում, որտեղ հագուստ չկա, եւ ոնց պետք է կարվի, ես չգիտեմ, որ գումարով պետք է կարվի։ Իսկ այդպես մեմ չես կարող հանես, փորձի հագուստով բեմ հանես։ Դե խայտարակ բան, այսինքն մենք աշխատում ենք իզուր ապարդյուն աշխատանք է։ Նոր բեմադրություն անում ես, դա մնա դահլիճում։ Որ ինչի եմ անում, դա իմաստը դրա ինչ է։ Հա, չեմ ասում, որ եթե օրինակ, չգիտեմ, հայտնի pop աստղը կարող է մենակ մաքսիմում 1-2 օգնականի հետ մեկն էլ մենահամերգ կազմակերպել եւ եկամուտը զգալիորեն այստեղ կիսվում է 10-20-30 խնդիրներ կա։ միջև հասկանալի է մեծ կոլեկտիվ Ասածս թող կոպիտ չի, բայց այսօր բարարվեստը Հայաստանում ոչ թե վատ ուշադրության, առհասարակ ուշադրության կենտրոնում չի։ Չկա ուշադրություն։ Ոչ թե վատ են ուշադրություն, ούτε չկա ուշադրություն։ Արարվեստը մնացել ամենավերջի, բայց բոլորին եմ ուզում ասում, որից լսում է թող իմանա բարը, ամենահեշտ, ամենամաչելի արվեստի տեսակն է, որ կարելի է մատուցել աշխարհում, կարելի է ներկայացնել աշխարհին, բարը լեզուչունի, բարը հասկանալի է բոլորի համար, եւ ինքը շատ սինթետիկ արվեստ, այսինքն բարով խիստ գծված ազգային բարով ներկայացնում ես բարդ ազգային երաժշտություն, տարազի մեջ կարպետագործությունը, ծեսերը, ծիսակատարությունները, ազգի բնավորությունը, որքան ագրեսիվ ազգը, որքան համբերողա, որքան բարի, ամեն ինչ կա բարի մեջ, եւ դա թարգմանել պետք չի։ Ոնց որ ասենք թատրոնն է պետք թարգմանել, սա միակ երևի տեսակն է, որ ճակատդ բաց կարող ես աշխարհին ներկայացնել։ Բայց մենք ոչ դրա հնարավորություն ունենք աշխարհի ներկայանալու։ Ոչ էլ ճիշտ ասած հիմա այն վիճակն է, որ կարելի է ներկայանալ, որտեղ ոչ հագուստ կա, ոչ էս կա, ոչ այն կա, գործիքավորումները փոխարժեն, բան։ Օրինակ ես կամ բեմադրում ենք, դրա համար վճարել պետք չի։ Մենք աշխատավարձ ենք ստանում։ Երևի ժամանակը որ պետք է դրսից էլ մարդ հրավիրես, նրան պետք է վճարեմ։ Հələ այդ ժամանակը չէ։ 10-12 արդեն մի հատ ամբողջ բանա, բաժին է, նոր ծրագիր մենք ունենք։ Հիմա պետք է հագցնել այդ ծրագիրը։ Մի կերպ կարեցին 2-3 հագուստ։ Այս ընկերոջ օգնությամբ, այն ընկերոջ սեփական կերպանի, բայց սա ձև չի, սա պետական կոլեկտիվ է։ Սա ինքնագործում չի կամ իմ սեփական ստուդիան չի կամ մյուսինը չի։ Սա պետական կոլեկտիվ է, որ խոսքա գնում բանի կներեք մի քիչ ցավոտ տեղի կփակ դե համար է։ Չէ, մենք հավաքվել ենք 5 միլիոն դրամի համամասին է խոսքը, որ հնարավոր է մի 10 համար հագցնել։ Պետության կոլեկտիվի պետական 5 միլիոն դրամ ինչ փող չի։ Փող չի, դրա մասին խոսել ամոթ ախր։ Ես ճիշտ եմ հասկանում, պետականի կարգավիճակ 3 կոլեկտիվ ունի։ Բարային 3 կոլեկտիվ ունի եւ 22 թվականի վերջում միավորում եղավ, որ կարծում եմ նույնպես անցավ բարդ process, բարդ փուլով անցանք։ Հիմա մենք բոլորս սնվում ենք մի տեղից, այսինքն եւ տնօրենության բան, չենք էլ մեղադրում, այդ մարդն չի կարա, պետքա 3-ին կամ 5 կոլեկտիվին, պետքա մի աշխովն է, չի կարա մեկին տարանջատի կամ բանի։ Կարծում եմ, որ այս միավորումն է սխալ, որտեվ գոնե այն ժամանակ ամեն մեկը ինչ որ մի ելք գտնում էր իր կոլեկտիվը ինչ-որ մի ձև պահելով։ Մի քանի համերգներ էին կազմակերպում, եկամուտից ինչ-որ մի բան առանձնի, հասկանում եմ դա, սայն դեպքերից որ միավորումը լավ չէ։ Անգամ ստացվում էր ինչ-որ բան։ Իսկ կյանք հավատացել է, որ այդ մեծ կոլեկտիվները, չգիտեմ, համայնքները ինչքան մեծ ենքան դժվար է ղեկավարել։ Հարգելի ուներ, ձեր խոսքից ես ենթադրություն եմ անում, որ փաստորեն թատրոնը, կինոն ավելի շատ ուշադրության են արժանանում հաստատ, քան պարարվեստը։ Այս համենայն դեպս այդ եզրակացության կարող եմ գալ, որովհետև դուք ինչ եք կարծում Հայաստանում համերգային, որպես համերգային կոլեկտիվ ամենամեծ ուշադրությունը ում է դարձվում։
Ես վստահ եմ, որ ես համեմատած իմ կյանքի փորձից ելնելով եմ ասում։ Ես եղել եմ համերգների ներկայացումների, որոնք կես դալիճն է եղել։ Ես եղել եմ կինոթատրոններում, որտեղ որ պրեմիերային եղել է դալիճի զգալի մասը ազատ։ Բայց ես երբեք չեմ եղել որևիցե համերգի, որտեղ որ բարային կոլեկտիվ է ելույթ ունենում, ընդարձակ ծրագրով, որ գոնե մեկ տեղ չի ազատ։ Միշտ լիք։ Բայց այսօր ամենամեծ ուշադրությունը սիմֆոնիկ օրկեստրին, օպերային եւ այլ խավլեցի Այսինքն որովհետեւ բարեգործական բոլորը հիմնադրամ թող եղել ստանան այդ ուշադրությունը, բայց բարարվեստ ասում եմ մնացել ամենավերջի շարքում այդ պիտի բանով հերադիտակով նայ ստրատեգիկա։ Այ մեզ այս պահին ցավոք մեզ պետք է այտենց մի քանի լավ բարերար մարդիկ աջակից լինեն, որ ինչ որ բանով օգտակար լինեն խմբերի համար, որովհետև իսկապես էսենց կործանվում է ամեն ինչ, միայն պահանջելով չի, հրահանգ տալով չի, չէ որ այդ բեմում գտնվող արտիստն էլ պիտի արժանի ձևով այդ ամեն ինչը ստանա, որովհետև ամեն անգամ չի, որ պիտի պարտադրես, ինքն էլ մեզանից պատասխան իրանք են պահանջում եւ այսպես տարաձայնությունները շատ է լինում խմբերում։ Ես կարծում եմ պիտի մեր նախարարությունը մի քիչ ավելի ուրիշ աչքով նայեն այն առումով, որ գոնե օպերային թատրոնը Արամ Խաչատրյան ոչ թե այդ մեծ թվերով մենք մուտք գործենք, այլ որոշակի ձևով ձևաչափ մշակեն, որ ինչ որ արդյունք մենք ունենանք, ոչ թե անընդհատ դուրս, այլ ինչ որ ձևով մեզ համար օգտակար լինի անսամբլների համար։ Հատուկ պայմաններ սահմանեն ձեզ համար վարձակալության, ավելին անհամատ ավելի Իսկ այս ձևով ուղղակի անհնար է։ Կա եւս մի ուրիշ խնդիր, որի մասին շատերս չենք էլ պատկերացնում։ Ներողություն, այս արդյոք մի բան եմ ուզում ասել։ Մի քանի օր առաջ Ղազախստանի մշակույթի օրերը հայ-ղազախական բարեկամության եւ այլն Երևանը ինձ ժամանել նաև բարիպետակ, իրանց բարիպետական անսամբլի պարուհիները, որ մեր աղջիկների հետ մեմում բարեցին, բան խոսում էի պետքաբարի հետ, ուրեմն իրանց մոտ աշխատավարձը սկսում է պարուհի նոր ընդունված պարուհի $500-ից։ Սոլիստները ստանում են $1500։ Մեր պարողը ստանում է $200 ամենը։ Մեր լավագույն պարողը։ Ու մենք այդ պարողից պահանջում ենք բան մաքսիմումը Այսինքն մեր ամեն մի պարող այդ ղազախական անսամբլի 4 պարողի չափ պարում։ Դե հա։ Ես ճիշտ ասած ծանոթ չեմ ղազախական ազգային պարերի, Ես շատ ծանոթ եմ, բայց տեսնում եմ շատ ավելի թեթևային ինչ-որ։ Ես մի ուրիշ հարց ուզում քննարկենք, հարգելի ուրեր։ Ուրեմն տեսեք, թե կինոդերասանները, թե թատրոնի դերասանները, թե առասարակ էստրադայի ասպարեզում Միջև բավականին հասուն տարիք ելույթ են ունենում, նույնիսկ տարեց արտիստներ կան եւ դերասաններ, իսկ պարարվեստում, որքան հասկանում եմ, սպորտի պես է, ինչ որ տարիք է գալիս, չէ, եւ կարիերան ավարտվում է, եւ հետո շատ աղոտ է դառնում ապագան, այսինքն ինչ անեն այդ մարդիկ։ Մի մասով ասենք ջանք չի խնայում կամ այդ էնտուզիազմը դրբոց կլտում է շարունակում է որպես պարուսույց կամ անցնում է մասնավոր սեկտոր ինչ որ չէ բարային այսպես խմբեր են ձևավորում եւ այլն այն կուզենամ մի քիչ պատմեք միջինը միջև քանի տարեկանն են բարում հա պրոֆեսիոնալ բեմում բարարվեստի ոլորտի ներկայացիչները այդպեսին Հիմա սերունդը նենց է դարել որ եթե մեր ժամանակները կլինեն միջև 35-36, բայց հիմա միջև 35-ը մաքսիմումն է կարծում եմ։ Իհարկե կան ֆորմալներից ելնելով կան մարդիկ, որոնք ավելի շատ իրանց տարիքն էլ չի բանան, բեմում մեկը իրանց տեղը ունեն Եվ դրանից հետո իրանք հիմնականում կամ ունենում են ստուդիաներ, կամ դասավանդում են, գնում են այդ գործերով էլի հիմնական։ Իսկ բարեկամությունը այսօր ամբողջ կազմով երբ որ շրջագայում է, քանի մասնակցի մասին է խոսքը։ Նկատի ունեմ պարողների, պարուսույցների, ընդհանուր ուզում եմ ուղղակի պատկերացնել։ Ես կարծում եմ ամենափոքրը բերն է, որովհետև մենք ընդհանուր կազմով Այս պարագայում 35 հոգի ենք։ Եվ պարուսույցները եւ ղեկավարները միասին։ Պետական անսամբլը։ Մենք 50 հոգի ենք, դե մենք օրկեստր ունենք։ Հա, հասկանում եմ։ Բարողներին գումարած։
Նուներ, ձեր։ Մերն ամենամեծն Իրեն դրանք մարած երշախոք ունեն 78 համարյա 80-ին մոտ, որովհետև օրկեստր, խոր, պարային կազմ, այդ բոլորը միասին ղեկավարներով Հիմա տեսեք, շրջագայությունը նման կոլեկտիվի նկատի ունեմ համերգներով, հա, հյուրախաղերի երբ որ մեկնում եք, մի պա պատկերացրեք, լավ 80-եր չէ, պայմանական եկեք միջինացնենք 50 հոգուց կազմված խումբը, դե հիմա բազմապատկեք Տոմս, հյուրանոց, կերակրել օրապայիկը, մի խոսքով, հիմա հաշվարկեք ահռելի թվեր է։ Հա, ուղղակի ես չեմ պատկերացնում դա, ինչպես է կարողանում, ասում եք խենթ են և էնտուզիաստներ են, ես ճանապարհը կա նայում են կան կոլեկտիվներ, որ դա անում են փայլուն են անում, ուրեմն կա ճանապարհը, կան մենեջերներ, ամեն կոլեկտիվ իր մենեջերը ունի, որը հիանալի կարողանում են վրացիների օրինակը նայեք, տարվա մեջ մինիմումը 6-ից 7 ամիս դրսում են։ Ոնց է կազմակերպվում, կա ինչ-որ մեկը, որը մեկնում է, անում է այդ ամեն ինչը։ Այդ ինչ-որ բան չի, աչքի առաջ տեսնում ենք, որ գոյություն ունի ձև, ուղղակի պետք է գտնել այդ մարդուն եւ ստեղծել պայմաններ, որ ինքը կարողանա այդ ամենը։ Մի անգամ այդ անիվը որ բդտվեց, սկսի բդտվել անընդհատ։ Առաջ դա շատ հեշտ էր, առաջ Մոսկվան պլանավորում էր, մենք շրջագայությունից գալիս էինք, մեզ ասում են ձեր մի շրջագայությունը 3 ամիս հետո մեկնում եք, արդեն գիտենք ամեն ինչ։ Դե կար գոս կոնցերտ կազմակերպություն, որ այդ ամեն համակարգում էր։ Այո։ Բոլորը գոյին, բոլորը։ Հիմա ես ավելի խայտարակ բան ասեմ, մենք մեր համար լուրջ խնդիր ասենք ստեղից Գյումրի գնալը։ Ուրեմն ավտոբուսի փող, դահլիճի փող, եթե պետք է տեխնիկայի համար վճարել, օրապահիկ եւ այլն, կամ ոչինչ չի մնում, կամ մնում ենք հագումար, որ դրա համար ստեղից Գյումրի հասնել չարժի։ Գյումրի, մենք խոսում ենք Ֆրանսիայի կամ Ամերիկայի մասին, ինչի մասին խոսք։ Ոլորտի խնդիրները շատ են, ես ուղղակի ժամանակաժամանակ ինֆորմացիա տամ ինչ է կատարվում պարարվեստի ասպարեզում այլ երկրում, օրինակ Հյուսիսային Կորեայի Արիրան կոլեկտիվի մասին լսել եք հավանաբար։ Սա աշխարհի ամենամեծ $100 ստանում։ Չէ, չգիտեմ ինչքան է ստանում, ինչ թվում է այնտեղ, այսպես ասում են, եթե չպարես գնդակահար ենք, միգուցե այդպես։ Այդպես է, կազմակերպած գործը կատակ եմ անում։ Մեծ կոտորած գործ չէ, 120,000 հոգի է Արիռանում։ Տեսած կլինեք, եւ որ դրոշակներով այսպես շոուներ են անում, դա չշրջագայող կոլեկտիվ է, 120,000 հոգի մի պա պատկերացնեք, եթե սկսեն շրջագայել, բայց ուզում ասեմ այդպիսի օրինակներ կան։ Նրանք այնտեղ մարզադպրոցներից են ներգրավված, այսինքն մի մասը ընդհանրապես չի πάρում ուղղակի շարժումներ են կատարում, ուրիշ ֆորմատ է, բայց մենք իսկ մոտ ժամանակներից բացի ամսի 29-ին ընդառաջ այդ միջոցառումներից այս տարվա ընթացքում հարգելի հյուրեր ծրագրել եք մեծ մենահամերգներ, հա, ելույթներ մենք ամեն ամիս օպերայում ունենք մենահամերգ, հիմա գնանք Վանաձորից հետո մայիսի 27-ին։ Ծրագիրը որքան ժամանակ մեկ է սովորաբար թարմացվում, հա։ Մեր մոտ ծրագիրը ընթացքում անընդհատ է թարմացվում, անընդհատ։ Եթե կարողանում եք դրամ գտնել հագուստը կարել, ուրեմն ամեն համերգին հնարավոր է 1-2 հատ նոր համար լինի, եթե գտնենք այդ դրամը։ Բայց ամեն ամիս մենք համերգ ունենք եւ անընդհատ թարմացվում է ծրագիրը։ Ամիսը մեկ իրար հետևից 3 պետական կոլեկտիվների համերգներն է։ Դա պարտադիր պահանջ է, հա։ Հա, ոնց որ մեզ տրված է պլան, այդ պլանով բոլոր պետական կոլեկտիվները շարժվում են, էլի։ Ամսվա կտրվածքով։ Նույնը մեզ մոտ է, բայց ես կարծում եմ, որ այդ ամեն ամիս համերգները մի քիչ շատ է։ Հա, դրա համար էլ երևի հանդիսատեսի խնդիրել ունենք, ինչքան էլ մենք ծրագրի մեջ փոփոխություններ անենք, որ բոլորս էլ անում ենք, նորություններ եւ այլն, բայց հանդիսատեսին պետք է նովի փոխել ծրագիրը չի ստացվում։ Դա միանգամից չի ստացվում։ Եվ իմաստ չունի։ Եվ այս պարագայում մենք հանդիսատեսը պետք է կարոտի, որ հաճույքով 2-3 ամիսը հետո նորից կա, տեսնելու ինչ-որ նորություն, այդ փոքր փոփոխությունները ամեն ամսվա, հա, դա կարող է հանդիսատեսը չտեսնի էլ։ Մենք մի քիչ ժամանակ ունենք, ես առաջարկում եմ հիմա ուզում եմ ես բանանը այդ փոքր ամեն անգամ մի հատ փոփոխությունը, բան ռեպերտուար ստեղծել, մեր բոլոր կոլեկտիվներն էլ ունեն հսկայական ռեպերտուար։ Ամեն անգամ կարելի է մի համարը հանել տեղը նորը դնել, բան դրանով թարմացնել
թեկուսին, բայց կան արդեն դասական դարձած համարներ մեր կոլեկտիվների համար, որ շատ ժողովուրդ շատերը գալիս են հենց այդ մեր մոտ դարձան ասենք կինտոները տեսնելու կամ կակաչներ կամ ինչ դրա համարներ կան, որոնք պետք է կարած հանայից մի անգամ մյուս ամերիկին նորից դնես ծրագիրը թարմացնելու իմաստով հսկայական ռեպերտուար ասենք մի երկու համերգի ռեպերտուար կա կարելի է փոփոխելով ամեն անգամ թարմացնել Հա, ես ուզում եմ մենք վերջի րոպեները մեր զրույցի ծախսենք նրա վրա, որ ինֆորմացիա հաղորդենք մեր ունկնդիրներին, ովքեր օրինակ հիմա մտածում են իսկ վատ չէ լինի, որ իմ երեխան բարի ճանապարհ ընտրի կարիերայում կամ էլ սովորել լավ բարել Դե նշեցի, որ քիչ չեն այսօր առաջարկները սոցիալական ցանցերում գովազդները անverջ են, հրավիրում են բարի դասընթացների այնտեղ, պարուսույց սա, բարձ է, բոլորն էլ ձեր սաներն են եղել ժամանակին եւ հիմա արդեն իրենց մասնավոր գործն են սկսել կա արդյոք ձեր կոլեկտիվներին կից գործող այդպիսի դպրոցներ, որոնք որ սկսնակներին գլուխ չհանող ընդհանրապես բարից, հա, մարդկանց կարող են առաջարկել այդ ուսումնական ծրագիրը, որ նրանք սկսեն թեկուզ առաջին քայլերը անել խոսքը չի գնում միայն երեխաների մասին, ասենք պայմանական արդեն բարձր դասարանցի աղջիկներ եւ տղաներ ցանկանում են հղկել իրենց, հա, բարային ունակությունները կամ մենք ցենց շատ ունենք առաջարկներ։ Այսինքն կարող են դիմել ձեզ, հետո արդեն բացի պետական կոլեկտիվիում որ աշխատում ենք, մենք ունենք մեր ստուդիաները, ամենայն դեպս ես ինձ բանով եմ խոսում, կրունկ բարային անսամբլի գեղարվեստական ղեկավարն եմ, ունեմ բավականին շատ սաներ։ Այսինքն գալիս են բարարվեստի ուսումնարան։ Այո, գալիս են սովորելու եւ ասեմ ես շատ պատանիներ եւ աղջիկներ եմ տալիս բարարվեստի ուսումնարան եւ պիտի ասեմ, որ առաջատար երեխաներից մեկն է լինում բարարվեստի ուսումնարանում, բոլոր իմ սաները լավագույն տեղերում են եղել։ Անկեղծ եմ ասում եւ հիմա էլ գործում է կրունկ անսամբլը, սիրով եթե կուզենան ցանկություն կունենան, գործում է Մոսկովյան 3-ում, Պատանի հանդիսատես թատրոն, այդ շենքում ենք աշխատում պատրաստ ենք բոլորին օգտակար լինելու։ Բարի պետական անսամբլ ունի։ Բարի պետական անսամբլը ուներ ժամանակին ստուդիա, հիմա չունի, շուտով նորից կունենա, կբացենք նորից, բայց ես ունեմ իմ դպրոցը, արդեն 10 քանի տարի է, Կարապետյանների բարի պլաստիկայի դպրոցը, ունենք շատ երեխաներ ընդեղ, բայց դա չի կարող, ես շատ ուզում եմ ասեմ սիրելի ծնողներ, երեխաներին մի տվեք այն բարային դպրոցը, որը ձեր կողքի մուտքում է, որ մոտիկա որ մենագնագա։ Իմացեք ուր եք տանում, որ ուսուցչի մոտ, ով է, երբ է սովորել, որտեղ է ավարտել, ինչ է։ Այդ սխալ մոտեցումը տալիս եք միտեղ, որ ձեզ հարմար է, մենակ չտանեք մենակ, բայց տալիս եք միտեղ, որտեղ նա ոչինչ չի սովորելու։ Այդ զամերը կարու ձևի տանեք ձեր երեխան ավելի օգտական դե գնում այդտեղ բարի։ Հա ինտերնետով բարը սովորած ուսուցիչների մոտ չար։ Ահա, ինձ շատ ուզում է այդ հարցը, որ կարծում եմ շատ կարևոր է։ Եվ եթե թույլ կտաք, ուզում եմ օգտվեմ առիթից, ուզում եմ բարձր հայտարարեմ Հայաստանում ապրող երիտասարդ տղաներ, ովքեր պարում են, ովքեր ուզում են պարել։ Մենք ձեր կարիք ունենք, համեցեք, սպասում ենք, եկեք, թե մենք, թե բարեկամություն, թե երկի բարյանց, բոլորս պարող տղաների կարիք ունենք, եկեք, հավատացեք, որ սեն չի մնալու, վերջը լավ է լինելու։ Այո, մենք հույս ունենք, որ ամեն ինչ լավ է լինելու, այդ հույսով աշխատում ենք, եւ մենք քանի որ բարեկամությունը իր ֆորմատով մի քիչ տարբերվել է, եւ փոքր ներկայացումներով բան, ի սկզբանե ունեցել ենք քիչ ստուդիա որը գործել է երկար տարիներ, որի սաներից մեկը ես եմ, որ այսօրվա դրությամբ արդեն գլխավոր բալետ մաստեր եմ, ու մեր ստուդիան գործում է հենց մեր մոտ, մենք սովորացնում ենք հիմնականում մեր ծրագիրը, բարեկամության, որովհետև շատ հիմիկված պարողներ այդ ստուդիայի սաներն են։ Եվ նաև կադրեր ենք տալիս դպրոցից վերցնում, այդ համագործակցությունը ուղղակի առանց դրա չի լինի։ Ես շնորհակալություն եմ ուզում հայտնել ձեզ, որ ժամանակ տրամադրեցիք, խոսեցինք ոլորտում առկա խնդիրների մասին, բացահայտեցինք դրանցից ամենագլխավորը, բացի այն ֆինանսական խնդիրներից, ինչպես հասկացա, եթե այդպես դուք հորդ եթերից դիմեցիք մեր տղաներին։ Հա, մեր տղաներին, հա, արական սերի ներկայացիչներին, որ եկեք զբաղվենք, որ մենք ձեր կարիք ունենք։ Հիմա ունենք։ Ինձ համար արդեն պարզ դարձավ, որ սա իսկապես հիմնական խնդիրներից մեկն է։
Իսկ ինչպես է վերաբերում ընդհանրապես սա էլ որպես վերջին է, չէ՞, դասական պարը դե մնում է դասական, բայց հիմա մոդեռն բալետ կա, շատ տարածված երևույթ է ամբողջ աշխարհում։ Ձեր վերաբերմունքը որպես փորձառու, ինչպես ասում են, դասական դպրոց անցած մասնագետ, պարոն Կարապետյան։ Գիտեք, այդ թեման, որ դուք հիմա մեջտեղ բերեցիք, շատ ծավալուն է խոսելու, եւ մոդեռն բալետը նոր չի, դա Բալանչեվաձեի ստեղծած Ջորջ Բալանչինի ստեղծած անցած դարի սկզբերին ստեղծած տեսակ է, դա մի տեսակ է, որը հաստատել է ինքը իր անագոյություն ունենալու բան լրիվ իրավունք ունի եւ շատ գեղեցիկ բան ներկայացումներ կան ստեղծված, այսինքն դա միայն պետք է ողջունել դրա գոյությունը, բայց մոդեռն ասածը չի նշանակում ամիդ բաներ, այսինքն եթե մեկը դա չի ուսումնասիրել, չգիտի դա ինչ լինել է, ինչ որ ամիդ բաներ անում իրար կապցրած, որ ասես էս ինչ ապուշ բան է արել, ասես դա մոդեռն է, դա մոդեռն չի նշանակում, որ դա պետք է լինի։ Մոդեռն նույն դրամատուրգիային ենթարկվող արվեստ է, ոնց որ բոլոր դասականը կամ կապ չունի, նույն դրամատուրգիան պետք է ունենա։ Այսինքն ասածդ խոսքը պետք է իմաստ ունենա։ Եթե իմաստ չունի, ուզում ասա մոդեռն, ինչ ուզում ես ասա։ Դա էլ է խոսքը։ Իմ համար ամեն բառ խոսքը ասելիք է։ Եթե այդ ասելիքը ես չեմ հասկանում, դու դրանով ոչինչ չես ասում, ուրեմն դա դատարակություն է։ Պարոն Կարապետյան, միգուցե առիթ կլինի մեկ անգամ էլ հանդիպենք ավելի մանրամասն Ճիշտ ասած, որ գալիս է ասում եմ սրանցի դու չեմ գնալու ինտերվյուների, որովհետև ամեն անգամ ասում ենք, խոսում ենք ու ոչ մի բան չի փոխվում։ Դե ես չեմ կարող դες խոստանել, որ այդ հարցազրույցից հետո հերթեր կգոյանա տղաներից կամ մեկ էլ բարերարներ կհայտնվեն, որ կսկսեն բոլոր ֆինանսական խնդիրները։ Խոսենք բարարվեստ այսօրվա խնդիրներից։ Բայց գոնե խնդիրը բարձրացնենք եւ լսելի դարձնենք։ Հիմա այդքանով համարենք, որ ես իմ մասով իմ գործը արեցի, դուք էլ ընդունեցիք հրավերը եւ ներկայացրեցիք բարարվեստում կատարվածը։ Ես միգուցե մի քիչ ժամանակից շուտ, որովհետեւ այդ առիթը չեմ ունենալ անել եթերում, ուզում եմ ձեզ շնորհավորել, հա, գալիք, բարի միջազգային օրվա կապակցությամբ։ Հուսանք, որ չնայած այս բոլոր բարձրաձայնած խնդիրների այնուամենայնիվ դուք եւ ներքին ուժ կգտնեք եւ արտաքին օգնություն, որպեսզի կարողանաք ձեր կոլեկտիվներում պահպանել այդ խաղաղ մթնոլորտը, այդ ստեղծագործ մթնոլորտը եւ շարունակեք ուրախացնել բարարվեստի սիրահարներին ձեր նոր բեմադրություններով, նոր ելույթներով եւ նոր համերգներով եւ ամենակարևորը կպահպանեք եւ փոխանցեք հաջորդ սերնդին հայկական ավանդական պարը որպես երևույթ, մշակույթ եւ մեր ազգային դիմագիծը այդպեսին արտահայտող շատ կարևոր մի ոլորտ։ Շնորհակալություն, որ եկաք։ Շնորհակալ։ Ես մի հատ առաջարկություն ունեմ։ Մենք ամեն մեկս ձեզ հրավիրենք մեր առաջիկա համերգներին, որ մյուս մեր հանդիպումը ավելի առարկայական է, արդեն դուք տեսած կլինեք ծրագիրը։ Հաճույքով ես կգամ։ 3 կոլեկտիվների նոր խոսենք ավելի Շատ լավ, կուզենամ տեսնել տեսած բանի մասին խոսենք։ Արդեն տեսած բանի մասին լավ կլինի խոսենք։ Շնորհակալություն։ Ես հաճույքով եւ սիրով ընդունում եմ ձեր հրավերը։ Շնորհակալություն։ Հարգելի ռադիոլսողներ, ես ուզում եմ հիշեցնել, որ իմ զրուցակիցներն էին ժողովրդական երաժշտության եւ բարի ազգային կենտրոնի Հայաստանի բարեկամություն պետական անսամբլի գլխավոր բարետմեստր Զորաբ Բաբայանը, ներողություն Բակալյանը, հազար ներողություն եմ խնդրում, Հայաստանի բարի պետական անսամբլի գլխավոր բարետմեստր Գագիկ Կարապետյանը եւ Հայաստանի երկի բարի պետական անսամբլի գլխավոր բարետմեստր Նունե Գրիգորյանը։ Շնորհակալություն, որ այստեղ եք։